Ով ալսե մի հետաքրքիր երևույթի մասին, որ կոչվում է արհեստական բանականություն։ Կարճ AB հայերենում հետաքրքիր է հնչում, AB, արհեստական բանականություն։ Ուզում եմ ձեզ հարց տամ, որպես եկեղեցի, որպես հավատացյալներ, Աստծուց է թե չէ։ Մի հոգի մտածում է Աստծուց է։ Եկեք լավ ձեռք բարձրացնենք, ովքեր որ մտածում են Աստծուց է։ Ես հատուկ եմ ձեռք բարձրացնում հուշելով։ Ոչ թե համաձայն եմ կամ չէ։ Օ, սարսափելի ճնշող փոքրամասնություն։ Օպերատորները եթե կարան թող վերցնեն այս պատկերը։ Ովքեր են մտածում, որ Աստծուց չի։ Շատ ավելի։ Ովքեր են իմաստուն հայերը, որ միշտ ձեռնպահ են, սպասում են, ասում են տղա ջան, դե մի բան գիտես ասա, հերիքա մեզ տանջես։ Նրանք է թող ձեռք բարձրացնեն, ես վստահ եմ, որ դա մեծամասնությունն է, որ ոչ մի ձեռք չեղավ։ Կասեմ, այս հարցով դանակն Աստծուց է։ Երեք երկու հոգի ասին չէ։ Դանակը Աստծուց է թե Աստծուց չի, ժողովուրդ, դանակը։ Ով է համաձայն, որ Աստծուց չի դանակը։ Ով է մտածում, որ մատնաքաշը ձեռով պիտի կտրես։ Պանիրն էլ։ Սիրելիներ, արհեստական բանականությունը գործիք է։ Գործիք։ Ոնց որ հարթաշուրթը։ Ճնշող մեծամասնությունը չհասկացավ։ Մաքուր գրական հայերեն պլասկակուպսին, որ միշտ օգտագործում ենք, դա հարթաշուրթ է, տեսեք։ Գործիք է։ Նայածում ձերքին է արհեստական բանականությունը։ Վերջերս մի հատ վիդեո աչքս ընկավ, ասում է, եթե դու լսես մինչև 37-րդ րոպեն, հաստատ արհեստական բանականությունը կջնջես քո հեռախոսի մեջից։ Փորձեցի sense լսեմ, հպանցիկ, բայց մի բան հասկացա, որ ես այդ վիդեոն նայեցի։ Ու դնողին հենց էդ էլ պետք էր, որ ես այդ վիդեոն նայեի։ Որ ինքը փող աշխատեր։ Պատկերացնում եք, մեկը դուրս է գալիս, ասում է, եթե լսես ու դիտես այս վիդեոն, ձեր դարակից դատարկես բոլոր պատարակ հաղները, դանակները կսկսես ձեռով հացնել։ Այսինքն քո տան գործիքները բոլորը թափես։ Սիրելիներ, արհեստական բանականությունը գործիք է։ Այդ գործիքը ձևավորվում է հենց տվյալ անհատականությամբ, որ օգտագործում է։ Այս ինչ հետաքրքիր բառեր ունենք մենք։ Ամեն մարդ ինքն է ձևավորում իր ձեռքի տակ եղած արհեստական բանականության գործիքը, օրինակ chat GPT, ոնց ասես ասում են։ Մեկը երբ որ հանցագործը ու հանցանքի հարցերը տալիս վատ բաները, ինքը ձևավորվում է ըստ այդ մարդու սկսում է բնավորությունը հասկանալ, ինքը հասկանում է նրա հարցերի բնույթը ու սկսում է նրան համապատասխան պատասխան տալ։ Բայց օրինակ ասենք, ես էլ եմ օգտագործում, մեկ էլ մի օր հասկացա, որ ոնց որ Հիսուսին Տեր ու Փրկիչ դավանացել լինի այս բանականությունը։ Բայց գրված է, չէ, արհեստական բանականություն, ինքը ոչինչ է, ինքը մարդկանց մտքերի, չգիտեմ, բանաձևերի շղթա է ինչ որ։ Համացանց է։ Ժամանակին մարդիկ հերոստացույցն էլ Աստծուց չհամարեցին, երբ որ նոր եկավ, եղան հավատացյալներ հենց ապաշխարեցին, պատանից գցեցին, սենց, կողքից հարևաններ եկան, ասին ինչ եղել, ասին ապաշխարել ենք։ Դրա համար հենց որ Լիբանանում ասում է ապաշխարած ես։ Մի օր ասեց, ինչ ես աշխատում, ասի չեմ աշխատում, ծառայում եմ, ասեց ինչ, ասի հովիվ, ընտեղ ասում եմ պատվելի, ասի պատվելի, ասեց ապաշխարածներից։ Ասի ինչի չապաշխարած պատվելի էլ կա, անշուշտ։ Հետո տեսա, որ կա։ Ցավոք սրտի։ Ով է տեսել մեր հայելի մուլտիկը։ Հայելի։ Հիշում եք այն արտահայտությունները։ Հայելին ընկնում է մեկի ձեռը, ասում է, կաշառակեր մարդ է։ Իրան է նայում։ Մեկն էլ ասում է, ողորմած հոգի հերս է։ Այն ամենավերջինն է սարսափելի։ Վերցնում ասում է, սատանա է հայտվել քաղաքում։ Սիրելիներ, արհեստական բանականությունը էդ է, այդ հայելին է։ Ոնց օգտագործես, ոնց ճկես, տենց է կճկվի։
Համաձայն եք թե չէ։ Գիտեք, ծնունդով տաշիրից եմ։ Բարբարը շատ լավ գիտեմ։ Հասուն ժամանակ ենք տեղափոխվել այստեղ։ Մի օր խորացա հետաքրքիր բան, որ այնտեղ օրհնություն, անեծք, բար, sense խառնվել է իրար, օրինակ դարել է օրշնեցք։ Ասում եմ օրնության սկիզբ օրնն նա մնացել, մեկ է էցքը, օրշնեցք։ Շանել, չգիտեմ որտեղից է եկել մտել մեջ, օրշնեցք։ Ու տենց օրշնում են իրար, որ տեսնես ոնց են օրշնում, հետաքրքիր է։ Սիրելիներ, հետաքրքիր մի բան ասեմ, երեք որ ասեցի, ռուսերենն ասեցինք հիմա ոնց են թարգմանելու, կինս տեղից կատակով եմ ասում, հայտնություններ ստացել, դարձել բլագակլյացիե։ Ճիշտ ասեցի։ Օգնեցիք թարգմանիչներին հիմա։ Լսեք, արհեստական բանականությունը իրականում օրհնեցք է։ Ոմանց համար օրհնություն, ոմանց համար անեծք։ Ոնց որ դանակը, ոմանց համար ուղակի հաց կտրելու գործիք, ոմանց համար հանցագործություն անելու մի գործիք։ Համաձայն եք թե չէ։ Հիմա քավ լիցի թե ես եկել եմ ստեղ արհեստական բանականություն եմ գովազդում, ոչ, բայց եկեղեցին պիտի իմանա։ Եկեղեցին պիտի լինի գրագետ ու իմանա ոնց օգտագործի, որ ճիշտ օգտագործի, որ չլինի, որ աշխարհը օգտագործի գնա առաջ ճիշտ ձևով։ Ու մենք էլ չօգտագործենք, հետո փոշմանենք։ Նման լինենք այն հավատացյալներին, որ հերոստացույցն էին գցում։ Հետո համացանցին դեմ եղան, ասեցին 666 էդի համացանցն է։ Ես չգիտեմ, ժողովուրդ, կգա մի օր, կարող է ոմանց համար էլ հիմա որոշ տեղերում, ինչ որ տեղեր, որ չափն անցնի, ցենզուրան անցնի, ուր կգնա կհասնի, որ ինքը կամակատար լինելուց դառնա տեր։ Լսում եք թե չէ։ Ինչ եմ հենց այս քարոզի շրջանակներում ասում սա, որ երբ է նորմալ, երբ որ մենք ենք տերը արհեստական բանականության, երբ է աննորմալ, երբ որ ինքն է մեր տերը ու ինքն է առաջնորդում։ Մի բան էս հավատացյալին հարցնել, ChatGPT-ին մի հատ հարցնենք, տեսնենք ինչ է։ Լսի, Աստծո հոգին բնակվում է քեզանում, նա ունի դրական բաներ, ինչ որ ոնց որ համացանցում լիքը բաներ կա, որ մարդն է ստեղծել։ Իսկ մարդուն ով է այդ իմաստությունը տվել, Աստված։ Սիրելիներ, սատանան չի ստեղծել, սատանան որոշ ինչ որ բարի բաներ ստեղծելու հնարավորություն չունի։ Սատանան քոփի անող, արտագրող է, նմանակող է։ Ու ինքը դրա վատը կանի, կասի, այս բանը ստեղծեց մեքենան էլ։ Ոմանց համար օրհնություն է, ոմանց համար երբ որ տալիս ես արդեն կուրքա կամ արագ քշող մարդու համար դա կարող լինի անեծք, որովհետև ինքը շատ ոնց են ասում։ Մի բառ կար, որ մտքիցս թռավ։ Ներսում ինքը անհակ sense մոլուցք ունի։ Ու այդ մեքենան իր համար մոլուցքին ծառայող ինչ որ գործիք է։ Նրա համար մեքենան էլ է անեծք։ Հասկանալի է, չէ՞։ Ազարտը։ Հիշեցի ազարտը։ Ազարտը նրա համար մեքենան։ Օրինակ շատերի համար, մեծամասնության համար A կետից B կետ տեղափոխվելու համար է։ Սիրելիներ, հնարավոր է դեմ լինեք, բայց ես չեմ գովազդում դա։ Դա կարելի է բարի ձևով օգտագործել, կարելի է չար ձևով օգտագործել։ Հիսուսը Սուրբ Հոգով էր շարժվում։ Սիրելի հավատացյալներ, Սուրբ Հոգով պետքա շարժվենք։ Դա պետքա դառնա մեր գործիքը, որովհետև ուրիշին հարցնում ես, ասում է, վտանգավոր է դա, նույնիսկ մարդ է գնացել ինքնասպանություն է գործել դրա միջոցով։ Ես չգիտեմ ինչ է հարցրել, ինչ է խոսացել։ Բայց նա ինքը չի սկսում քո հետ խոսալ, դու ես սկսում նրա հետ խոսալ։ Ու գրված արհեստական, դա արհեստական է, մարդկանց մտքերի միակցությունն է դա։ Ոչ մի տեղից չի ասում, այլ ուղղակի համալրում է։ Ամեն։ Եկեք մի տեղ բացենք իրար հետ, խնդրեմ փառաբանության խումբը գա։ Հովհաննես Ավետարան 10-րդ գլուխ 27-ից 28 խոսքերը։ Այնքան հրաշալի ասա։ Իմ ոչխարները իմ ձայնը լսում են, եւ ես ճանաչում եմ նրանց։ Եվ իմ ետևից են գալիս։ Ում ձայն են լսում։ Տիրոջ ոչխարները, Տիրոջ գառնուկները ում ձայն են լսում։ Իհարկե սա փոխաբերական իմաստով է։ Որովհետև հնազանդ են, ոչխարները հնազանդ են հովվին։ Դրա համար է գրված Տերն իմ հովիվն է, կարոտություն չեմ ունենա։ Այն ոչխարը, այն գառնուկը, երբ որ հետևում է հովվին, նա կարոտություն չի ունենա, նա կկերակրվի իր հովվի կողմից։ Հովիվը կյանք դնող է։
Ու Տերն ասում է, ես ճանաչում եմ նրանց եւ իմ ետևից են գալիս։ Նրանք չեն գնում արհեստական բանականության հետևից, այլ գնում են Հովվի հետևից, ամեն։ Նրանք գնում են Աստծո ձայնի հետևից ու ասում են, նրանք ճանաչում են իմ ձայնը։ Աստված չի ուզում, որ ինչքան էլ տեխնոլոգիան զարգանա, ինչքան էլ այս աշխարհը զարգանա, ուրիշ ձայներ փոխարինեն Աստծո ձայնին։ Կամաց դա բացասական կողմն է արհեստական բանականության, որ մարդիկ սկսում են արագ հենց ինչը լմա հարցնում են արհեստական բանականությանը։ Իսկ եթե հարցնենք Աստծուն, ասում եմ, հենց է դարդ ունեի, դարդս պատմեցի, հենց լավ է պատասխան տվեց։ Արդեն խորհրդատվություն են անում, հոգեբանների, հովիվների, գործը կարող է վերցնել իրենց վրա, էլ մարդիկ մտածում են, դե որ եկել արհեստական բանականություն էլ գործ չի լինի։ Լսեք, ժամանակն է եկել, որ մարդու ստեղծած հոգին էլ ավելի արտացոլվի, որ նա հոգի է։ Ով է լսել երգեր արհեստական բանականության միջոցով գրված։ Ահագի մարդիկ լսել են։ Ես էլ որ լսեցի սկզբից ոնց որ ասեցի, հա ված չի, չգիտեմ ինչ չի, սենց սկսեցի գնահատել բան, հետո սենց խոկում եմ, փառաբանության մարդիկ են իրար հետ խոսում, հոգևոր մարդիկ են իրար հետ խոսում, Աստծուց թե չէ, որ մեկն է արհեստական բանականության, որն է ընդհանրապես ճիշտ, սխալ եւ այլն, բայց աղոթում էի ու հետաքրքիր մի հատ միտք եկավ Սաղմոս 156-ը։ Սաղմոս 156-ը։ Ուզում եմ, որ ստեղ մեծ տարերով գրվի։ Ով պիտի օրհնի Տիրոջը, ոնց է գրված։ Ամեն շունչ ունեցողը պիտի օրհնի Տիրոջը։ Ով պիտի օրհնի։ Ուրիշ խոսքով ասած, ամեն հոգի ունեցողը, ամեն շնչել իմացողը պիտի օրհնի Տիրոջը։ Բայց դուք տեսնում եք արհեստական բանականությունն էլ է ոնց որ օրհնում։ Մեկ էլ տեսնում ես արհեստական բանականությունը հայհոյում է։ Ահա ճշմարիտ պատկերը։ Ում ձեռքի տակ է դա էլ անում է։ Բայց ամեն շունչ ունեցողը։ Ինչ է կարծում Աստված փառավորվում է։ Լսեք, փառաբանություն ինչ է նշանակում։ Ուրիշ խոսքերով փառաբանություն նշանակում է զոհ։ Ինչ է կարծում զոհվել է, ինչ որ զոհ է տեղի ունեցել, երբ որ արհեստական բանականությունն է փառաբանում։ Ոչ, ինչ նշանակում երկրպագություն, դա վերին աստիճանի խոնարհություն է, որ մարդը, եթե նույնիսկ բառին նայենք, երկիրը համբուրել, երկիրը պակնել, մարդիկ սենց բառից բուն իմաստով խոնարհվել են Աստծո առջև։ Կարա անի արհեստական բանականությունը, ոչ։ Կարանք մենք օգտագործենք ինչ-որ բան շինենք, բայց հոգի տանք, շունչ տանք, կարողանանք։ Եթե ուզենք կարողանանք, ինչ որ չափավոր ձևի օգտագործել։ Դա շատ վիճելի է ու երբ որ հարցում ես երաժիշտները իրար հակասական պատասխաններ են տալիս, բայց մենք Սուրբ Հոգի ունեցող մարդիկ ենք, գրված է դուք քննեք որն է բարին, հաճելին ու կատարյալը, Աստծո կամքը։ Մենք պիտի քննենք, մենք պիտի զգանք, որովհետև ես փորձեցի, օրինակ դրեցինք ուղղակի սենց իրար հետ էլ խորհում ենք մի քանի հոգով, դնում էինք արհեստական բանականության գրած երգը ու հետո դնում էինք բնականը։ Դուք հենց հիմա ուշադրություն դարձրեք, քույրիկը հենց նես չի նվագում, նա աղոթք կա բարձրացնում հիմա, իմ խոսքի ու իմ աղոթքի հետ համահունչ ներդաշնակ գնում է, բոլորը սենց հնազանդ կանգնած սպասում են, թե ինչ ա լինելու, ոնց ա լինելու, սա բնականն է, սա հոգով առաջնորդվող մարդիկ են։ Հասկանալի է, չէ՞։ Ուր որ հոգի կա, Աստված ասում է ուր են բնակվելու, որտեղ որ ասում է ինձ եմ փառաբանում, ամեն ինչ գնում է հեռացման։ Ասում է սուրբ ձեռքեր վեր բարձրացրեք։ Այո, մենք պետք է սուրբ ձեռքեր վեր բարձրացնենք ու հոգով երկրպագենք։ Ասում է նա ինչ երկրպագուներ է փնտրում։ Ոչ թե այստեղ կամ այնտեղ, այլ հոգով։ Դրա համար արհեստական բանականությամբ գրված երգերը հոգևոր երգեր չեն, նրանք շնչավոր երգեր են։ Շնչավոր երգեր են, որը կարելի է ինչ որ, չգիտեմ, որոշ մոտեցումներով փոխելով հոգևոր աղոթել, ասել, ձևավորել, ինչ որ բան անել, դարձնել հոգևոր, երբ որ մարդն է խառնվում Սուրբ Հոգով ու իր տաղանդներով առաջնորդվելով։ Շատ նուրբ է սահմանը զգում եք, որ դնես անտեսես չի լինի, որ դնես ասես դե կլինի, աճեք, շատացրեք, լցրեք ինտերնետը, թողել մարդիկ ընդհանրապես չերկրպագեն, թող ռոբոտներ ասեն Հիսուսն է Տերը։
Նման կլինի նրան, որ եկեք էլ շունչ պահենք, որ հոտ չգա, բան չլինի, մի հատ ռոբոտիկ առնենք, սենց կգա, սենց պոչը կշարժի, երբ էլ պետք կլինի, կանչատենք, կանգստանանք։ Որ շատ հաճա։ Բայց ինչ լավ է, չէ՞ որ բնական է, ու դու ոնց որ ձևավորում ես, դու իրան կերակրում ես, սովորեցնում ես, ինքը սկսում է հնազանդվել ու ինքը սկսում է սիրել քեզ։ Արհեստականը ինչ սիրի։ Շատ եմ, չէ՞ օրինակ բերել, որ սիրո խոստովանությանը չեն հավատում։ Ինչին հավատան, երբ որ ես սիրում եմ քեզ։ Այսպես են երգում մարդիկ Հիսուսին։ Հիսուս սիրում եմ քեզ, այսպես դեմքով։ Հիսուսն է նայ ու հավատա, որ դու իրան սիրում ես։ Ես երկրպագում եմ քեզ։ Փառաբանության ժամանակ փառաբանության դեմք ընդունենք։ Ոչ թե ընդունենք, այլ ներսից գա։ Ամեն։ Երկրորդ Կորինթացիս 3-րդ գլուխ 17-րդ խոսք։ Որովհետև Տերն է հոգին։ Ուրիշ ձևով ասելու համար, որովհետև Տերը հոգի է։ Տերը հոգի է։ Որտեղ որ Տիրոջ հոգին է, այնտեղ է ազատություն։ Եկեք ոտքի կանգնենք ազատության մեջ, Տիրոջ հոգու ազատության մեջ։ Տիրոջ հոգին այստեղ է։ Ազատությունն էլ այստեղ է։ Տերը ազատության մեջ տվել է հնարավորություն, որ մենք ոչ թե գալիս է ստիպելով տիրելու, այլ որ մենք մեր ազատության մեջ, տված ազատության մեջ Տիրոջը Տեր ասենք։ Գիտեք կրոններ կան, որ ստիպելով ու սրով, հատուկ հնազանդեցնելով, ընենց են անում, որ իրանց Աստծուն Տեր ասես։ Բայց մեր Աստված պատվիրում է, առաջարկում է, կուզես ես քո Տերը լինեմ, ահա դռանդ առջև կանգնած թակում եմ, բաց կգամ Տեր կլինեմ։ Որ երբեք առանց ինձ տիրություն չանեք այս աշխարհի մեջ, որովհետև վայ են բնագավառին, վայ են տիրույթին, երբ որ Տերը չի Տերը, անտերներն են Տերերը։ Տերն իմ հովիվն է, ես ոչ մի բանի կարիք պիտի չունենամ, կարիք չունենամ։ Տերն իմ հովիվն է, ես ոչ մի բանի կարիք պիտի չունենամ, կարիք չունենամ։ Նա իր խոտավետ արոտներուն մեջ հանդարտ ջուրերում զիսկար աչնորդ է։ Նա իր խոտավետ արոտներուն մեջ հանդարտ ջուրերում զիսկար աչնորդ է։ Փառք քեզ մեր Տեր, իրապես մեր Տեր, դու ես մեր Տերը և մեր հովիվը, մեր Աստված։ Տերն իմ հովիվն է, հոգիս կնորոք է, իր անվանու փառքի համար նա զիս կպահե։ Տերն իմ հովիվն է, հոգիս կնորոք է, իր անվանու փառքի համար նա զիս կպահե։ Թեև մահվան շուքի ձորի մեջ մտնեմ ես, չարետ չեմ վախենա, վասն ինձ հետ ես։ Թեև մահվան շուքի ձորի մեջ շրջեմ ես,
հասնենք մեր Սուրբ Տիրոջը, ուր Սուրբ Սաղմոս երկենք նրան, ասենք որ Տեր դու ես մեր հովիվը, Տեր դու ես մեր Տերը, կարիք պիտի չունենամ, կարոտություն պիտի չունենամ, որովհետև դու գնում ես մեր առջևից, դու բարի ես, դու ողորմած ես, դու քո կյանքը մեզ համար տվող Աստված ես։ Փառք ես Տեր։ Հիմա ինձ օգնիր, քեզ փառաբանեմ, մեծ բազմության համարձակ ես քեզ դավանեմ։ Հիմա ինձ օգնիր, քեզ փառաբանեմ, մեծ բազմության համարձակ ես քեզ դավանեմ, հայտնեմ Սուրբ Հոգով, ինչ ինձ հայտնեցիր, սիրեմ ես մարդկանց, ինչպես սիրեցիր, հայտնեմ Սուրբ Հոգով, ինչ ինձ հայտնեցիր, սիրեմ ես մարդկանց, ինչպես սիրեցիր։ Սուրբ Հոգի, Սուրբ Տեր, փառավորվիր Տեր, մենք մեծարում ենք քո Սուրբ անունը, դու բնակվում ես քեզ երկրպագողների ու փառաբանողների մեջ, ովքեր որ հոգով եւ ճշմարտությամբ են քեզ փնտրում ու երկրպագում, Հայր։ Մեծ է քո փառքը, եկեք փառք տանք նրան, նա արժանի է։ Փառք քեզ իմ Աստված, Տերերի Տեր, արքաների արքա, ով Աստված Տեր։ Սիրելիներ, ուշադրություն դարձրեք, երբ որ մենք ասում ենք Տերերի Տեր, սկզբի Տերը փոքրատառով է գրվում։ Դա մեզ ինքն է Տեր համարում ու ինքն էլ կոչվում է Տերերի Տեր։ Բայց ինչ Տեր, եթե Տերը չլինի նրա Տերը, եթե մեծատառով Տերը չլինի նրա Տերը։ Սիրելիներ, տիրույթներ կան մեր կյանքերում, որ Տերը չի Տերը։ Ես քեզ կոչ եմ անում այդ տիրույթի մեջ, կանչես Տիրոջը։ Խոսքի մեջ տեսնում ենք, Տերն ինքն է ասում, Հիսուսն է ասում, որ չարը գալիս ամենասկզբում ցանկանում է կապել տան զորավորին։ Ու մենք դա համարում ենք տղամարդուն։ Երբ որ կապեց, այդ տան հարցերը կլուծի, չէ՞։ Մտածեցի, Տեր, ուրեմն դու կլինես իմ տան Տերը։ Նույնիսկ եթե ես մարդ Տեր եմ, փոքր Տեր եմ, դու կլինես իմ տան Տերը, դե թող գա քեզ կապի։ Քավլիցի, դու ես Տերը։ Անգլուխ է այն Տերը, երբ որ Տերը ճիշտ Տերը։ Հովանես 15:5 ասում է, ես որդատունքն եմ, ես որդն եմ, դուք ճյուղերը, նա որ ինձ անում է մնում։ Ուրիշ խոսքերով, երբ որ այդ գլխավոր ծառն է մնում իր Տերը, այդ ճյուղի, ոչ թե ճյուղը առանց գլխավոր բնի սկսում է իր ճյուղությունը անել, շեղվում է։ Նա որ ինձ անում է մնում եւ ես նրանում, նա շատ պտուղ է բերում, որովհետեւ առանց ինձ, եկեք իրար հետ ասենք, դավանենք, առանց նրա, առանց Հիսուսի մենք պտուղ չենք կարող բերել, մենք ոչինչ չենք կարող անել։ Սիրելիներ, շատ կարևոր է մնալ։ Երբ որ Հիսուսն ասում է մնացեք ինձանում, ինչ է նշանակում մնալ ինձանում։ Այստեղ կա Աստվածաշունչ։
Շատ մարդիկ սա փոխարինել են հերոստացույցի հետ։ Այդ քառակուսի տուփի հետ հիմա արդեն ուղանկյուն։ Սա էլ է ուղանկյուն, սա Աստվածաշունչն է։ Սա Աստվածաշունչն է, մարդիկ ինտերնետով, հեռախոսով, հեռուստացույցով նայում են բացասական բաներ Տիրոջ եկեղեցու մասին ու ասում են տելևիզորով տեսանք։ Այդ քառակուսի տուփը դարել է նրանց տերը։ Համացանցը դարել է նրանց տերը։ Ինչ ասես լսում են ու վերջերս տեղեկացա ու սարսափեցի, երբ որ հայոյախոս մարդկանց են լսում նույնիսկ հավատացյալները, ձեր ներսում եղող Սուրբ Հոգին չի նեղվում։ Գրված է մի տրտմեցնեք նրան, դուք տրտմեցնում եք Սուրբ Հոգուն, որ ձեր ներսն է, կամ էլ չունեք, ով գիտի։ Բացված թող մնա սա ձեր տան մեջ ու ձեր սրտերի մեջ Աստծո խոսքը։ Եվ բոլորս եկեք այնց աղաղակով ասենք ամեն ու այո Աստծո խոսքին ու նրա հոգուն։ Մեկ վերցնում եմ, այսպես կրծքիս սեղմում եմ, ասում Տեր իմ Աստված, ես ինչ լավ նվեր ես տվել ինձ։ Գիտեք, սա նվեր է, բայց այդքան էլ չէ, այս դասականը նենց լավն է։ Հոսանքը կգնա այս էլ հետը։ Վերջերս երեխաներից լսեցի, դուք հետամնացեք։ Դպրոցն ինչներիս է պետք է թե կա ChatGPT-ն։ Ասում եմ տղա ջան, հոսանքը որ գնա, ChatGPT-ն հոտս կցնդի։ Բայց տեղի բանականությունը, ոչ արհեստական, այլ Աստծո տված բանականությունը ու այստեղի հոգով դու մեծ մարդ ես ու դու օրհնյալ մարդ ես։ Նա ինչ որ մեկի ձեռնա, կանջատի ու հետս կգնա։ Մենք պիտի խելացի լինենք եւ մենք պիտի լինենք դրա տերը եւ ոչ թե դա մեր տերը։ Մենք ենք համացանցի տերը եւ ոչ թե համացանցը մեր տերը։ Այո եւ ամեն, սիրելի եկեղեցի։ Եվս մի խոսք Հովանես 8:36, ուրեմն եթե որդին ձեզ ազատի, հիրավի ճշմարիտ կերպով ազատ կլինեք։ Ով ազատ հիմա։ Ով ազատ, ազատության մեջ էլ ընտրելու հնարավորություն ունեցող, բայց իմաստուն, Աստծո հոգով լցված, որովհետև որդին ազատել է մեզ, բոլորիս, փառք տվեք նրան։ Ուրեմն սիրելիներ, մեր Տեր Աստծով պետքա տիրություն անենք, որ անտեր տերերը տիրություն չանեն։ Ցանկացած տեղ ասում է գնացեք ամբողջ աշխարհը։ Ուրիշ բառերով ասած, ամեն բնակավարները, ամեն տիրույթները, ավետարանը քարոզեք ամեն արարածի։ Քո արևանը երբ է լսել քեզանից ավետարանը։ Քո դրացին, քո գործընկերը երբ է լսել ավետարանը։ Հիսուսը քո Տերն է, քո ներսում է, պիտի իր Տերն էլ դառնա։ Դու որտեղ որ ես գալիս եմ եկել ասում են գործից դուրս եմ գալիս, պատճառը ինչն ասում են այնտեղ հայոյում են։ Ինչ է իր ուզում անեին։ Անտիրությունը։ Գնան են ծառա, Տերը դառնա այնտեղ Տեր։ Դու այնտեղ ինչի համար ես բա, միսիոներ ես այնտեղ։ Մի օր մեկ ասեց, ես էլ եմ ուզում միսիոներ լինեմ, գնամ ազգերի մեջ։ Ես էլ հետաքրքիր sense աղոթքից հետո էր հովիվեցիկն էլ ստեղ էր դեռ ու հետաքրքիր հայտնություն ստացա, ասի ուզում ես գնաս ազգերի մեջ։ Ասեցա, ասի 71 համար ազգերի մեջ է տարում։ Նստում ես գնում ես Զեյթունի հարակացարան, ազգեր այնտեղ են։ Գնա ու քարոզի, եթե ընտիր գտնվեցիր, Տերը քեզ կուղարկի։ Մեկ էլ մի օր հովվեցիկ եկավ հարցեց, մեկը արդեն գլուխ տարել էր, եկավ հարցեց, ասեց, «Այն որ համարներ միսիայի տանում»։ Ասի 71-ը Զեյթուն էր գնում։ Ասեց, նստի գնա, ազգերի մեջ ես երազում։ Չէ, բա այնտեղ, լսեք, միսիան ռոմանտիկա չի։ Ես ու իմ կինը ասեցինք ամեն։ Դուք էլ որ հետներս եք համաձայն ասեք ամեն։ Փառք Հիսուսին։